Ժողովուրդ բարև ձեզ, բարի գալուստ Hayk Trading։ Այսօր խոսելու ենք, թե ինչպես կարող եք դրամապանակ բացել ու ինչպես կարող եք արք ու վաճառք անել տարբեր կրիպտոարժույթներ, Bitcoin, Ethereum ու մնացած altcoin-ները, բայց մինչ անդրադառնալը մի փոքր հիշեցում, թե կրիպտոարժույթները իսկապես ինչքան հզոր են ու ինչ պոտենցիալ ունեն։ Նախ, եթե 20 թվականից այս կողմ դիտարկենք կրիպտոշուկան, 20 թվականին Bitcoin-ի արժեքը $10,000 ա եղել, նույնիսկ 3000 քանի դոլար ա իջել, բայց հաշվի առնենք, որ $10,000 ա եղել 20 թվականին, 1 տարի անց գինը 5-ա պատկվել, 6-ա պատկվել ա, որովհետև բարձրացել ա մինչև 60 քանի հազար դոլար։ Եթե մենք նայում ենք 23 թվականին, երբ որ էլի $16,000 սահմաններում ա եղել, 1 տարի անց ինքը բարձրացել ա 71,000, նույնիսկ մոտ օրերս արդեն $125,000 բարձրացում ա տեղի ունեցել, գնի աճ ա տեղի ունեցել, որը որ 300 կամ 600%-ի աճ ա գրանցել, եւ ուզում եմ այս պահը բաց չթողնել եւ ձեզ հուշել մի բան, որ Bitcoin-ը սահմանափակ ա, 21 միլիոնատից ավել երբևէ չի ստեղծվելու, հետեւաբար ինչը որ սահմանափակ ա, իր գինը միշտ աճելու ա, քանի դեռ պահանջարկը շատանում ա, okay? Եվ այս պահին ոնց որ նախորդում 10,000, 16,000 ինչ որ X գումար ա եղել, այս պահի դրությամբ $70,000 ա։ 125,000 բարձրացավ, հիմա իջել ա 70,000, միգուցե կարա եւ ավելի իջնի, բայց իր բարձրանալու պոտենցիալը շատ մեծ ա։ Ես շատ մեծ հավատք ունեմ, որ ինքը կարա կես միլիոն, 1 միլիոն, նույնիսկ ես իմ շատ ավելի բարձր արժեքների հասնի, իհարկե մոտ ապագայի մասին չի խոսքը գնում, ժամանակի ընթացքում միգուցե 4, 5, 6 տարի անց դա լինի, բայց մոտ ապագայում ռեալ սպասվում ա, որ 300,000, 250,000, 300,000 Bitcoin-ը կարա աճ գրանցի մի քանի պարզ պատճառով։ Պատճառներից մեկը այն ա, որ Թրամփը արդեն իսկ ինքը առաջի Ամերիկայի պրեզիդենտն ա, որ պրո կրիպտոարժույթներ ա, այսինքն կրիպտոարժույթներին ինքը խրախուսում ա, որ առնեն իր շնորհիվ մեծ ինստիտուցիոնալ, ուրեմն որդեգրում ա տեղի ունեցել կրիպտոարժույթների, հետևաբար ինստիտուցիոնալ փողեր ա նույնպես ներդրվում կրիպտոարժույթներում, ավելի հստակ որ խոսենք Bitcoin-ում, բայց կրիպտոարժույթները Ethereum ու մնացած top 20 արժույթները միանշանակ օգտվում են այդ բարիքից։ Ինչի համար եմ այս ամենը ասում, որովհետև եթե բաց եք թողել նախորդ 2 անգամ հնարավորությունը կրիպտոարժույթ ձեռք բերելու, հիմա ճիշտ ժամանակն ա, որպեսզի մտածեք շատ լուրջ կրիպտոարժույթ ձեռք բերելու մասին։ Այսքանը, եկեք շարունակենք արդեն դրամապանակի վերաբերյալ խոսել։